Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցելու եմ հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանի հետ, ողջույն Հովհաննես, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Զրույցներն ավարտվեցին, հանրության մի մասի ակնկալիքը չարդարացավ, քաղաքացիական պայմանագիրը մնաց իշխանության։ Կեղծիքներ։ Այո, արձանագրենք կեղծիքներով, բայց մի բան ակնհայտ է նաև, որ փաստորեն մենք ունենք այնպիսի սահմանադրական կարգավորումներ եւ ընտրական օրենսգիրք, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր իշխանության մնալ անգամ 40%-ով։ Շատ կարևոր է, որովհետեւ իրեք ժողովուրդը մանրամասնությունները չգիտի եւ անընդհատ այսպես բան կա իրավիճակ կա, որ այ որ 50+ չհավաքի կպարտվի, բայց ինքը 50+ չհավաքեց, անգամ իր ներկայացրած թվերով, սա քո գնահատականները նախ այդտեղից սկսենք ընտրությունների վերաբերյալ, հետո գանք արդեն առանձին դրվագներ։ Նախ այն փաստը, որ ընտրություններ անցկացնում քաղաքացիական պայմանագիրը արդեն աբսուրդ է, որովհետև մի քանի անգամ սահմանադրություն խախտածը, Արցախը հանձնածը, անկախության հռչակագիրը ոտնահարածը, ու նաև կուսակցությունը, որը խոստացել է, որ եթե ընտրվի սահմանադրությունը խախտելու է, մասնավորապես առաքելական եկեղեցու առաջնորդին հեռացնելով, սա արդեն մարազմ է, ժողովրդավարական մարազմ կարելի է անվանել։ Մյուսը այն է, որ այնուամենայնիվ, երբ որ անցկացրեց ընտրությունները, բնականաբար չուներ աջակցություն ու պետք է անցնել ռեպրեսիաների։ Այդ ռեպրեսիաները սկսվել էին դեռևս 5 տարի առաջ ու թափառան անցած տարի, մասնավորապես Վալոդիա Գրիգորյանի սպանությամբ, չմոռանանք, Փարաքար համայնքում միայնակ Վալոդյան հաղթեց եւ այս անգամ Փարաքարում մի քանի գյուղեր եղել են, որտեղ ինքն է հաղթել, ու եթե տեսնենք ընդհանուր արդյունքները, կարանք հասկանանք, որ Վալոդյա Գրիգորյանի ողջ լինելու պայմաններում լրիվ այլ արդյունքներ էր լինելու։ Հոգևորականների դեմ այդ ահաբեկչությունը, ձերբակալությունները անդիմադիր գործիչների ու նաև առաջնորդի, սա պետք է ֆիքսենք, որ առաջին Հայաստանի ընտրություններն էր համապետական, որտեղ հիմնական հակառակորդը, առաջնորդը բանտարկված էր, կալանավորված էր, ոչ թե բանտարկված, ու բացի դրանից եւս մեկ ուժի, որը խորհրդարան անցնող ուժ էր, նրա առաջնորդին 2 շաբաթ առաջ մեկուսացրեցին ընտրապայքարից։ Այսինքն սա նոր ընտրակեղծիքի ոճ է, սա եվրոընտրակեղծիքներ են, որովհետև Եվրոպան մեզ օգնում էր զարգացնել քվեարկության համակարգը, այդ տեսախցիկներ դնել, չգիտեմ, բան քվեաթերթիկների ճիշտ ձևեր, մի խոսքով ամեն ինչ անում էր, որպեսզի քվեարկության ժամանակ ընտրակեղծիք չլինի, եւ ընտրակեղծիքները տեղափոխվեցին ավելի շատ նախընտրական շրջան ու քվեարկության օրն էլ մենք տեսանք, որ ժամը 2-ին սահմանադրության տապալմամբ այդ ընտրակեղծարարը Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ու հայտարարեց ինքն իրեն հաղթած, ինչը եւս աբսուրդ էր, որովհետեւ 10%, 10-15% ընդամենը մշակվել, այսինքն դա արդեն ակնհայտ է, որ այդտեղ ընտրակեղծարարություն կա, դրան գումարած, որ հաշվարկը դադարեցված էր տեղամասերում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքն էլ չէր աշխատում։ Հիմա այս պայմաններում սա նրանք փորձում են ոչ լեգիտիմ կառավարություն ձևավորել, անկախ նրանից թե վերահաշվարկը ինչ արդյունք կտա, ինչպես կլինի, ով ինչքան ում ձայնը ինչքան կավելանա, պետք է ասենք, որ սրանք ոչ լեգիտիմ իշխանություններ են, ոչ լեգիտիմ եղել էին, եւ հիմա պետք է արդեն հասկանալ, թե սրանց ոնց են կես 5 տարիների շուտ հեռացնում գահից, որովհետև եւս մեկ անգամ որ ընտրություն անցկացնեն, ելի ընկնելու են կես ընտրակեղծարարության ցիկլի մեջ։
Շատ լավ, դες Նիկոլ Փաշինյանը այո սահմանադրության տապալմամբ հայտարարեց, որ ինքը հաղթել է ընտրություններում եւ ըստ էության քաղաքական տեխնոլոգիայի իմաստով տեսանկյունից հասկանալի է ինքը ինչ էր, ինքան մեր ընդդիմության գործը։ Այսինքն այն ինչ որ կարող էր ընդդիմությունը անել եւ փողոց գեներացներ, ընդ որում այստեղ կարևոր է գլխավոր ընդդիմադիր ուժի ինչ դիրքորոշում պիտի ունենար, որովհետեւ դրոշակակիրը ինքն էր, ինքը որևէ նախաձեռնությամբ պիտի հանդես գար։ Բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ինքը 50+ չունի։ Այսինքն այստեղ էլ օրինակ հարց առաջանում։ Եթե մարդը կեղծել է ընտրությունները, այսինքն թվանկարչությամբ զբաղվել, ապա ինչն էր իրեն խանգարում այդ 0.3%-ը ավելացներ։ Ну 50+1 51% գոնե ունենալու համար 1.3%, բայց 50% եւ ավել ունենալու համար 0.3% էր պակասում։ Եթե մարդը նկարել է այդ թվերը, ինչու չի նկարել չէ վերջ, որ մենք այսօր առիթ չունենանք ասելու, որ դու չունես ոչ թե սահմանադրական մեծամասնություն, դու չունես 50+ աջակցություն։ Այս հարցի պատասխանը դու ունես։ Գիտեք, ես ինձ ինչն է հետը հիշեցնում, երբ որ Արցախը 23 թվականին հայաթափման մեջ էր, հիշում եք, ու ոչ թե հայաթափման, այլ մոտեցել էին մատույցներին Ստեփանակերտի ու այնտեղից տեղից պահանջ էր դուրս բերեք արցախցիներին։ Իսկ արցախցիներին դուրս բերել նշանակում է, որ ավարտվում է այն ձևի Արցախը, որը կար եւ չեզոքացվում է։ Բայց հանուն արդարության դա անդիմությունն էր պահանջում։ Գիտեք, ոչ միայն այնպես չի, որ ամբողջ ընդդիմությունը հավաքական էր պահանջում, դա հանրային պահանջ էր։ Ընդդիմադիր ուժեր, այո։ Հա, հանրային պահանջ էր, այսինքն հականիկոլական մարդիկ, այսպես ասած, հակադավաճանական մարդիկ այդ պահանջն էին ներկայացնում, դուրս բերել, եւ արդյունքում ինչ եղավ։ Արդյունքում այնպես եղավ, որ այնտեղից այդ պահանջը իրականացրեց այս իշխանությունները, նրանք կազմակերպեցին այդ դուրսբերումը եւ այլն, բայց մենք ընկանք ավելի վատ վիճակում, որտեղ արցախցի այլևս այնտեղ չկար։ Հիմա ըստեղ եթե մենք ձևավորում ենք պահանջ վերահաշվարկարեք, եթե նրանք այդ նկարչությամբ զբաղվող են, երբ որ ավելանա ԿՊ-ի արդյունքները եւ 50+ լինի, կստացվի, որ հանրային պահանջից ձևավորվեց ԿՊ-ի 50+-ը, հա, եւ կասեն, տեսեք, իսկ դուք ասում եք ընտրությունները կեղծած են։ Այս վտանգը կա, կարծում եմ կա։ Բայց դա է հիմնական պատճառը, թե ոչ, սա կարող եմ ենթադրել եւ ավելի կուր կդառնա ենթադրությունը վերահաշվարկն ավարտելուց հետո։ Բայց այնուամենայնիվ անկախ դրանից, թե ինչ է գրանցվելու, ընտրությունները կեղծված են։ Չէ, որ ընտրությունները, գիտեք, ես ավելի շատ բացարձակ նմանություններ եմ տեսնում 2017-ի ընտրությունների հետ, մի տարբերությամբ, որ այնտեղ դավաճանական իշխանություն չէր, Արցախին դավաճանած իշխանություն չէր, այս դեպքում դավաճան իշխանություն։ Այդ տարբերությունը, որ հանում ես, մնացյալ դրվագներում ամբողջությամբ նույնական պատկեր է, եւ մասնակցության թվով, եւ իշխանության ստացած թվով, եւ ասենք բանը ընտրական process-ը անլրջացնող ուժով, այնտեղ քաղաքացիական ակտիվ քայլ, չնայած ընտրություններին չմասնակցեց, բայց պատկեր Պետրոս Ղազարյանը իր աշխատանքից զրկվեց այդ կուսակցության պատճառով։ Չէ, բայց ընտրական process-ի պատկեր ստեղծեց, այսինքն ինքը մարդիկ գնում էին քվեաթերթիկի վրա գրում էին քաղաքացիական ակտիվ քայլ։ Հա։ Այստեղ դեմեմներ, մի խոսքով, այսինքն մենք, կրիմինալի օգտագործում։ Չէ, բայց դեմեմը ամեն դեպքում ինքը կատակասեր բան է, ինչ են ասում, կատակասեր խումբ է, բայց ինքը քաղաքացիական ակտիվ քայլ չի, որտեղ դեմեմի տակ բաներ հասկացա, բայց դեմեմը Նիկոլ Փաշինյանին նվիրել է 0.7%, որը երբեք Նիկոլ Փաշինյան չէր ստանա։ Սա շատ կարևոր դրվագ է, տես։ Ուրեմն Փաշինյանը բոնուսների տեսքով 5.5-6%։ Ես Արամ Զավենովնային, Բաբաջանյան, Շիրինյան իրենց թվերը հանում եմ։ Այդ թվերը հանած իր բացահայտ էսկորտ կուսակցություններին հանած Փաշինյանը 5.5-6% բոնուս է ստացել մի դաշտից, որտեղից իրեն երբեք չէին քվեարկելու։
Այսինքն չէ, արի նա այս դրվագին էլ նայ։ համարյա 3% Թաթոյանինն է եղել, այսինքն մենք կարող ենք ասենք Թաթոյանն էլ է բոնուս տվել, եթե ԲՀԿ-ն չանցնի, կարող ենք ասենք ԲՀԿ-ն էլ է բոնուս Հա, տվել։ ես այդ բեկին այս բան կոնտեքստում հանում եմ, չեմ որտեվ չէ, կոնտեքստում չես նայում, բայց փաստը այն է, որ Փաստը Թաթոյան դա։ քվեարկողը երբեք Նիկոլ չէր քվեարկել։ Այո, Բայց Թաթոյան բոլորին դեմ քվեարկողների քվեարկողներից էլ ձայների շատերը 50%-ը գնացել է Նիկոլ Փաշինյանին։ այո, Բոնուսի տեսքով։ հա, Թաթոյան, այո, Այստեղ գնացել է։ Թաթոյանը մեղավոր չի, այստեղ մեղավոր ընտրական օրենսգիրքը, որը Ահա, Սերժ Սարգսյանը այո, գրել է։ այսինքն բոլորին դեմ մեղավոր չի, այլ մեղավորը ընտրական Հա, օրենսգիրքը։ բայց մարդիկ կարող են, չէ՞, ընտրական օրենսգիրքը հասկանալ, որ եթե մենք Գիտեք, գնում ենք, ես չէ, ես որտեվ տենց այստեղ չեմ շատ նայում, կարևոր է, ես տենց նայ։ չեմ դիտարկում։ Չէ, հիմա- Քաղաքական process-ը մարդը ուզում է մասնակցի, չես կարող ասես մի մասնակցի։ Լավ, հասկացանք, այդ դեպքում թող աշխարհացունց հայտարարություններ չանեն, որ հայրենիքը փրկում են, թող ասեն քաղաքական process-ը մասնակցում ենք։ Չգիտեմ, բանը, աղետա մոտենում իրանց մասնակցությունը փրկելու է։ Օրինակ Թաթոյանի դեպքում ես այդ հայտարարությունները լսել եմ, որ ինքը գալիս է փրկելու Հայաստանը։ Եկավ այնպես փրկեց, որ Նիկոլ Փաշինյանը 1-2% իր կողմից ստացավ։ Դա այդ փրկելու Այսինքն կամ այդ պաթոսը պետք է չլինի, կամ պետք է ընդհանրապես այդ պաթոսը տհաճ պաթոս է, որովհետև գալիս եմ հայրենիքը փրկելուն միտված այնուամենայնիվ քաղաքականությունը սկսվում է անձնական հետաքրքրությունից խառնվածքից շահերից, հետո կամաց աճում է ընդհանուրին։ Հենց որ Հիմա ես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ եմ, դու քաղաքացի ես, հանրային գործիչ ես։ Խնդրեմ ասա, ինչ քո գնահատմամբ ինչ պիտի անի ընդդիմությունը մանդատների հետ։ Սա կարծում եմ կարևոր հարց է։ Ճիշտն ասած ինձ այս պահին այդ մանդատներ վերցնելու հարցը այդքան չի հետաքրքրում, ինչքան հետաքրքրում է արդեն սկսել, օրինակ Տիգրանաշենի պահելը, սահմանադրական փոփոխության այդ գործընթացը հենց հիմիկվանից սկսելը, բայց որպեսզի մեր հանրության հետ խոսանք եւ մեր ընկերների ու այս քննարկումը բացենք, արևմտյան այդպես բան կա, չէ՞, SWOT analysis են ասում, ինչ են ասում։ Եկեք դնենք գրատախտակի վրա մանդատները վերցնելու բացասական կողմերը եւ դրական կողմերը եւ դնենք մանդատները չվերցնելու բացասական կողմերը եւ դրական կողմերը համեմատենք, տեսնենք որն է Համատել, հաղթում։ ես Եկեք փորձենք, գուցե հետո բան մեզ լսողներն էլ իրանց անեն, կարող ենք ես պակասել։ կլսեմ դες։ Օրինակ մանդատները չվերցնելուց արդյունավետ կողմը ո՞րն է։ Արդյունավետ է այն, որ կատարվում է հանրային պահանջը, վստահելիություն է ձեռք բերվում, վստահելի կապիտալ է ձեռք բերվում եւ ոնց որ ընդդիմության քաղաքական ընդդիմությունը դիմադրությունը եւ հասարակականը ոնց որ միանում են իրար ավելի մտերիմ են դառնում վստահելի հիմքի վրա են շարունակում իրանց գործունեությունը դավաճանների դեմ, չէ՞։ Հիմա ուրիշ օգուտ դրա կա, դուք գիտես ուրիշ օգուտ Ես քեզ եմ ուզում լսել։ Չէ, բայց միասին, որտեվ ես կարող չգտնեմ բոլոր օգուտները, մանդատները չվերցնելու։ Դե, որովհետև ես որ օգուտ կամ բացական կողմասը քաղաքական համոռացել անունից եմ խոսում։ Ճիշտ է, մոռացել եմ քաղաքական։ քաղաքական։ Լավ, եկեք ուրիշ օգուտ կա այդտեղ։ Եթե ես անձամբ ուրիշ օգուտ չեմ տեսնում, բացի այս վստահելիության ձեռքբերումից ու միասնաբար ավելի վստահելի պայքարելուց։ Հիմա փորձենք հասկանալ բացասական կողմերը մանդատները չվերցնելու։ Նախ, երբ որ մենք անընդհատ մեղադրում ենք, գնում եք աշխատավարձ եք ստանում եւ այլն։ Մի պահ պատկերացնենք այդ աշխատավարձը չեն ստանում այս դիմադրության ուժերը եւ այդ մարդիկ պետքա աշխատանք գտնեն, չէ՞։ Պիտի գնան ինչ-որ, չգիտեմ, խանութում աշխատեն կամ բիզնեսով զբաղվեն եւ այլն։ Այսինքն իրանք ուզած-չուզած կենցաղը բերելու են, որ քաղաքականությունից ոմանք հեռանալու են։ Թիմը սկսվում է անջատվել, կորում է կամաց թիմը։ Սա մի բացասական պատճառ։ Մյուս բացասական ազդեցությունը այն է, որ այն մանդատ ունեցողների այն հնարավորությունները մեր ձայնը, մեր խոսքը, մեր պայքարը լայնացնելու, ընդարձակելու տարբեր երկրներում, տարբեր ինստիտուտների հետ, այդ հնարավորությունից եւս զրկվում ենք։ Մյուսը այն է, որ զրկվում ենք խորհրդանում մեր խոսքը հնչելուց, այսինքն մենք մենակ տեսնելու ենք սրանց խոսքը հնչելը եւ դա մեծ ազդեցություն է ունենալու հասարակական այդ ԿՊԱ-ական ինստալացիաների վրա, այսինքն պատկերացրեք սովետական իշխանությունն է,
միայն մի կուսակցությունն է, չէ, այն մնացածը մարգինալացված են եւ մարդը շատ ավելի արագ է դառնում սովետական մարդ։ Հիմա էլ դավաճանական մարդն է շատ ավելի արագ դառնալու, երբ որ այդ հնարավորությունները չլինի։ Մյուսը մենք հաղորդումից առաջ քննարկեցինք եւ դու ես սա հուշել, որ խորհրդարանը հնարավորություն է նոր գործիչներ աճեցնելու, ծաղկեցնելու եւ եթե մենք Եվ դու հիշեցիր Գառնիկ Դանիելյանը որ Գառնիկ Եթե Գառնիկ Դանիելյանը պատգամավոր Գառնիկ չլիներ, Դանիելյանի եւ Աննա Գրիգորյանը Աննա Գրիգորյանի օրինակը հիշեցինք, այո, եթե խորհրդարանը չլիներ, իրենք չէին զարգանալու։ Բացասական կողմը մանդատները վերցնելու այն է, որ վստահելիությունը նվազելու է այս քաղաքական ուժերի հանդեպ եւ այդ այսինքն այն ինչ որ նախորդ ասացի չվերցնելուց դրա հակառակն է լինելու։ Բայց հիմա նայենք հետագայում ինչ կա, ասենք սահմանադրական փոփոխությունները սահմանադրական հանրաքվե է սա անցկացնելու, այսինքն երկիրը լուծարելու գործընթաց է սկսելու։ Արդյոք այդ ժամանակ մեզ պետք են խորհրդարանում մանդատ ունեցող ուժեր, թե պետք չէ։ Օրինակ, եթե Տիգրան Աշյանը սկսի հանձնել եւ այնտեղ բան գեներացվի, շարժում գեներացվի եւ մեզ ձերբակալեն, արդյոք ավելի հեշտ կլինի, որ մեզ հետևից գան մանդատ ունեցող падգամավորները, թե մանդատ չունեցողներ, անձինք, քաղաքացիական անձինք։ Սենց հարցեր կա, որ մտածում եմ յուրաքանչյուրը լավ կլինի այս հենց այս SWOT analysis-ով, հա, դեմ եւ կողմ վերլուծությամբ սենց գրատախտակում դնի ու տենց հաշվարկի։ Կարող է ես սխալվում եմ, կարող է ավելի բացի այդ մի օգուտից շատ ավելի օգուտներ ասեն մարդիկ, որ մանդատները չվերցնելուց առաջանում են, բայց առաջարկում եմ այս մոտեցմամբ սկսենք։ Գիտես, նախընտրական քարոզարշավի ընթացքում իհարկե քաղաքական ուժի ընտրությանը մասնակցող քաղաքական ուժի ներկայացուցիչը չի կարող շատ բաներում բաց խոսել, չէ՞։ Բնական է, քարոզչական ավելի շատ բանը կլիշեներ են օգտագործում, դա բնական նորմալ ընթացք է։ Բայց ես գոնե ինձ թույլ եմ տվել տարբեր եթերներում ասել, որ ինձ համար հունիսի 7-ը անկախ արդյունքից դա կյանքի վերջը չի։ Իհարկե։ Եվ պայքարը պիտի շարունակվի։ Իհարկե։ Սա ինչու է ասում, եթե անկեղծ, շատ անկեղծ խոսեմ, ես գրեթե մի քանի ընկերներով այս պատկերը տեսնում ենք։ Եվ մյուս կողմից քաջածանոթ լինելով սահմանադրական կարգավորումներին եւ ընտրական օրենսգրքի կարգավորումներին, մենք հասկանում ենք, որ այս մարդը կարող է իշխանություն պահել անգամ 40% ունենալով, որովհետեւ բոլոր բաները ցույց էին տալիս, որ չնայած այդ քարոզչական բաներին, սոցհարցումներին, բայց իրական սոցհարցումները ցույց էին տալիս, որ այո, հավաքական ընդդիմությունը մոտ է 40%-ին, բայց չի անցնում 40%-ը։ Իսկ իշխանությունը հնարավորություն ունի վարչական ռեսուրսի այլանդակ կիրառմամբ, ասենք 41% հավաքել։ Բայց exit poll-ը լրիվ ուրիշ բան էր ցույց տվել։ Դե գիտես, իսկ ով էր արել այդ exit poll-ը։ Չէ, exit poll-երը միշտ էլ արվում են, բայց այս մակարդակի տարբերություն չի լինում exit poll-երում, էլի։ Ես մի բան եմ ուզում արձանագրենք, էլի, որպես դու ակտիվ հանրային գործիչ։ Արի դնենք նույն այդ գրատախտակի օրինակով ինչ հաջողվեց ընդդիմությանը, ինչ հաջողվեց իշխանությանը, չէ՞։ Իշխանությունը Նիկոլ Փաշինյանի դեմքով հայտարարում էր, որ իրենք պետք է ստանան սահմանադրական մեծամասնություն։ Դա գրեթե 67% է։ Չէ՞։ Ընդդիմությունը ասում էր պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ընտրության արդյունքում մենք ստացանք հետևյալ պատկերը։ Իշխանությունը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չստացավ, այլ իշխանությունը 50% ստացավ։ Չէ՞, ասենք մոտ 18%-ի պակաս ստացավ իր ակնկալիքից։ Գալիս ենք ընդդիմությանը, ընդդիմությունը չկարողացավ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե չկարողացավ ակնհայտ այս պահին գոնե։ Բայց ընդդիմությունը կարողացավ իջեցնել իշխանության հնարավորությունները։ Նաև հնարավորություն եղավ ապալեգիտիմացնել նրա իշխանությունը։ Հիմա դրա համար ուզում եմ ասել, երբ որ գիտեք, ես հասկանում եմ իհարկե մեր քաղաքացիներին, ովքեր խիստ էմոցիոնալ մոտ, որտեվ իրականում դժվար է հանդուրժել Նիկոլ Փաշինյանին։ Պետք է ուղղակի նյարդերը անջատված լինեն, բան լինես, որ դու ուզենաս եւս մի օր այս մարդու վարչապետությամբ ապրել, բայց իհարկե մենք պիտի ապրենք մեր երկրում։ Այս շատ կարևոր ուղերձ է, այդ արտագաղթի ուղերձները, որ մենք այլևս չենք կարող ապրել, չանթույլատրելի է դա, այսինքն ինչ է, եթե դուք համարում եք, որ սա թուրքական օկուպացիա է, ինչ
ուրեմն թողնում ենք իրենց ու հեռանում ենք այս երկիրը, անթույլատրելի Չէ, մոտեցում։ այս պայքարը մեզնով չի սկսվել եւ մեզնով չի ավարտվել, հենց որ Ընդ որում մենք կարող է այրվենք, ավարտվենք վերջում, բայց օգուտ տանք մի հատ ուրիշ պայքարի, Այո։ սա էլ կարևոր է, հա, որովհետև դու քաղաքական գործիչը եթե պետության շահից է առաջնորդվում, ինքը չպիտի համարի, որ հաջողությունն է միայն այն, երբ որ ինքն է գալիս իշխանության։ Չէ, դու կարող ես որպես քաղաքական միավոր գործիչ մասնակցես, ոչնչանաս, մաշվես, բայց հնարավորություն ստեղծես ուրիշ Միանգամից քո ասացի քաղաքական վրա բանի անել։ օրինակ բերենք 100 տարվա պատմությունը։ Սիմոն Վրացյանը ի վերջո կարողացավ այդ փոքրիկ ու արդեն Ալեքսանդրապոլ հասած երկրի սովետական այդ խորհրդային կարգերի հետ նոր հաստատվող կարգերի հետ համաձայնության գալ եւ պահեց այս փոքր Հայաստանը եւ 70 տարի այդ ապրելու ընթացքում կայծ տրվեց թե 60-ականներին, թե 60-ականներից հետո 80-ականներին, ու մենք ձեռք բերեցինք Արցախ։ Այո, այդ պայքարը մեր կյանքով չի սահմանափակվում, էլի։ Ինձ համար նաև գիտեք ինչն է այստեղ կարևոր արձանագրում անել, ինչու է հանրությունը, ընդդիմադիր հանրությունը, այսպես էմոցիոնալ, չգիտեմ, այս վիճակում հայտնում, որովհետև սա արդեն ընդդիմադիր ուժերի խնդիրն է, պիտի արձանագրենք, որովհետև ընդդիմադիր ուժերը հիմնականում չեն ունեցել պլան B։ Այսինքն չունեն ռազմավարություն, որ եթե մենք շարունակում ենք մնալ ընդդիմություն, ինչ ենք մենք անում, չէ՞։ Ինչ մեդիաներ են մեզ պետք, ինչ հանրային գործիչների պիտի օգնենք, ինչ հանրային գործիչը ինչ պիտի անի, ինչ խմբեր պետք է ակտիվ պահել, որովհետև Հայաստանում միշտ այդպես է եղել, բայց հիմա պիտի այդպես չլինի, ասենք ուժերը ակտիվացել են ընտրությունից մաքսիմում մի տարի առաջ եւ ընտրության հաջորդ օրը կամ մնացել գնացել են իշխանություն, մնացել են իշխանության կամ пассивացել են, այսինքն գնացել են իրենց տներով։ Իմ տպավորությամբ այդ պլան B չունենալու այդ քննարկումների պատճառներից մեկը այդ պայքարի մեջ մտնելու փիլիսոփայության ոճից է գալիս, որովհետև երբ որ մտնում են պայքարի մեջ, պետք է իրանց թիմին եւ իրենք իրանց եւ ժողովրդին համոզեն, որ հաղթելու են։ Էտա չէ, տենց որ ում ասես, կասեն, պետք է թիմի պատրաստեցնան, որ հաղթել են։ Դա հատկապես ստացվեց 21 թվականին, որ լրիվ sense էյֆորիայի մեջ էր հաղթական։ Հիմա էլ նույնն է եւ առաջնորդը ուզում է համոզի, որ հաղթելու են, հենա, ասենք, ասում են Սամվել Կարապետյան, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան, չէ, այդպես էին դիմում։ Դա նրա համար էր հասկանալի, որ հոգեբանորեն ազդեն իրենց թիմի վրա, որ ուժեղացնեն իրենց թիմին։ Բայց սա էլի այդ մեր գրատախտակի թեմայով վերցնենք, սա օգտակար է ուժեղացնելու համար, բայց հենց բացասականը պլան B-ն չունենալու համար, որովհետև երբ դու պատրաստում ես քո թիմին, որ մենք հաղթած ենք, այլ պլան B պետք չի։ Եվ դու չես պատրաստում, որ լավ, մենք ինչ ենք անելու, եթե դիմադրության հավաքական ուժերը չհաղթեն եւ Նիկոլը մնա բան, այդ ինչ են ասում։ Ես սա ուզում եմ պատերազմի օրինակով բացատրել։ Ինչումն է Իրանի հաջողությունը այսօր Միացյալ Նահանգների դեմ, որտեղ Իրանը ունեցել է պլան B։ Եվ նահատակության բան։ Գլխավորը պլան B-ն էր, որովհետև նայ, ուրեմն 2025 թվականի օգոստոսի դեպքերից հետո, աստորեն Իրանը 6 ամիս պատրաստել է պլան B, եթե չունենք քաղաքական հոգևոր ղեկավարություն, ով ինչ է անում։ Սա շատ կարևոր է, գիտես։ Այսօր Իրանի դիմադրությունը անկոտրուն է, զուտ այն պատճառով, որ իրանք 6 ամիս պլանավոր, դու Իրանն էլ, չէ, ասում են հաղթելու ենք քարոզչական դաշտում։ Բայց պարզ է, չէ, Միացյալ Նահանգների դեմ դու զուտ դասական այդպես պետության դեմ տրամաբանությամբ չես կարող հաղթել։ Հա։ Դու այսինքն ցանցավորված բջիջների տեսքով կարող ես խնդրեմ ստեղծել Միացյալ Նահանգները, իրանք 6 ամիս պատրաստվել են դրան։ Այսինքն այո, հերոստատեսությամբ ուրիշ բան են խոսում, բայց իրանք ինստիտուտները, խմբերը, զինված միավորները անգամ ստեղծվել էր իրավիճակ, որ ասենքն ամեն մարզ Իրանի այդ մարզը ունեցել է պաշտպանական պատասխանատու, այդ պաշտպանական պատասխանատուն հոգևոր իշխանության սպանության դեպքում գործում է ինքնավար։ Ինքը գիտի ինչ է անելու առաջիկա տարիները, անգամ եթե իրեն որևէ հրանք չգա։ Այս տրամաբանությամբ էր պետք մոտենալ քաղաքական process-ի, որ այո, եկեք գնանք հաղթելու, բայց եթե չենք հաղթում, ամեն խումբ պիտի իմանար ինքը ինչ անում հունիսի 8-ից սկսած։ Առանց հրահանգի, սա է կարևոր։
Իսկապես ես օրինակ երբ որ բաներ խոսակցություններ լինում էր հունիսի 7-ից առաջ իմ ընկերներին համոզում էի, ասում էի ապրեք հունիսի 8-ով, որովհետև հիմիկվանից սկսեք հունիսի 8-ի համար վիդեոներ նկարել, պատրաստվել, որպեսզի նախ կարողանանք ժողովրդին հետ բերենք այդ ապաթիայից, որը որ պիտի լիներ։ Երկրորդ, որ ես տեսնում էի մարդկանց, ասենք 6 ամիս առաջ, հատկապես արցախցիներից, դե իրանք ավելի բան են, չէ, վատ վիճակում են, քան մենք հոգեբանորեն, ու ասում են, եթե մնա մենք գնալու ենք։ Իսկ ես իրենց այն բանն էի ասում, ուր եք մեզ մենակ թողնում սրանց հետ, այսինքն մի մտածեք, թե ձեր գնալը մենակ ձեր հարցն է, էլի, մեզ մենակ թողնելու, մեզ թուլացնելու հարցն է։ Ու նաև անընդհատ կրկնում էի, որ հունիսի 7-ին ինչ արդյունք էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, եւ առավել եւս այնպիսի արդյունք եղավ, որ ոչ թե մենք պարտվեցինք, այլ Նիկոլինք բարոյական պարտություն են կրել։ Իրանք զզվում են, չէ՞, Վարդան Մամիկոնյանից բարոյական հաղթանակ եւ այլն բանում, բայց իրանք կոնկրետ բարոյական պարտություն են կրել եւ այս բարոյական Մենք հարբած փղերով էինք, թե չէ։ Մենք Ես հարբած մի երկու հոգու տեսել եմ, բայց փիղ չեմ տեսել։ Շնորհակալ եմ ովալես հետաքրքիր զրույցի համար։ Հիմա դժվար է քաղաքական գործիչների գտնել եթեր բերել մարդիկ, որովհետեւ զբաղված են։ Չէ, ասելիք էլ երևի թե չունեն շատ։ Ճիշտն ասած ես կուզենայի նաև ԲՀԿ-ի թեմայից խոսենք, որովհետև այստեղ շատ լուրջ խնդիր կա, քանի որ Անդրանիկ Թևանյանին իր տղայի վերջի զանգի օրով նեոբոլշևիկյան սրանք նեոբոլշևիկները կալանավորեցին, այստեղ երկու բան կա, հա, որ հասկանում ենք։ Մեկը ԲՀԿ-ի արդյունքները քչացնելու, որովհետև Թևանյանը ամենակազմակերպված գործիչներից է եւ բնականաբար քարոզի մեջ մնալը եւ կազմակերպելը մի 2%-ով ավել է լինելու ԲՀԿ-ի արդյունքները եւ երկրորդ այս պահին փաստորեն հասկանում ենք, որ պայմանավորվածություններ են փորձում ձեռք բերել Գագիկ Ծառուկյանի հետ եւ Անդրանիկ Թևանյանի ներկայությունը լինելու էր այն ուժը, հա, որտեղ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվելու իշահ մեզ։ Դրա համար, քանի որ Անդրանիկ Թևանյանը այս պահին ընտրաբանտարկյալ է, այդ այսինքն ընտրաբանտարկյալը նա է, ում բանտարկել են, որ ընտրությունները կեղծ են։ Գուցե հանրությունը մանդատ վերցնել չվերցնելու հարցի փոխարեն փորձի աջակցել Ծառուկյանին, այսինքն փորձի ստանձնել այն, ինչը կաներ Անդրանիկ Թևանյանը, եթե լիներ ազատության մեջ։ Ես կարծում լրիվ համաձայն եմ քեզ հետ, բանից, ես կարծում պարոն Ծառուկյանը երկընտրանք չունի, որովհետև ես ոչ Երանի եմ տալիս այն մարդուն, ով այս փուլում պայմանավորվածության կգնա Նիկոլ Փաշինյանի հետ։ Հա, դա շատ վատ է։ Շատ վատ է։ Ընդ որում դուք ես վստահ եմ պարոն Ծառուկյանը չի գնալու այդ պայմանավորվածության, բայց եթե, չգիտեմ, ինչ որ բան տեղի ունենա, պետք է մի բան իմանալ։ Նիկոլ Փաշինյանի այդ պայմանավորվածություն հնարավոր չի ձեռք բերել։ Այդ մարդը ստախոս, քցող, սրիկա է, այսինքն Նիկոլ Փաշինյանը այդ պայմանավորվել, չգիտեմ, դա նույնն է, որ ասենքն 3 միլիոն դոլարով մտնեիր, ասենք Արգավանդի կազինոներից մեկը ու վստահներ, որ հեսա կարելու ես ու գիտես ինչ փողեր ես հանելու ունդեղից։ Այո։ Այսինքն անհնար է Փաշինյանը այդ պայմանավորվել։ Իհարկե աջակցություններս Անդրանիկ Թևանյանի ես համաձայն եմ քո գնահատականների հետ, մենք հասկանում ենք, որ Թևանյանը խիստ քաղաքական կերպար էր, անկախ նրանից ով համաձայն է իր հետ, ով համաձայն չի, բայց այո, Թևանյանը նաև քաղաքականացնում էր այդ process-ը։ Եվ մենք տեսանք նաև Երևանի արդյունքներով, որ Թևանյանին դուրս հանելը ազդել է այդ արդյունքների վրա, որտեվ ինքը ամենօրյա այսպես ռեժիմով Երևանում քարոզ էր անում, ԲՀԿ-ն վստահաբար Երևանից ավելի շատ ձայն կարող էր հավաքել, քան այս պարագայում իրեն ապօրինաբար զրկեցին բանից։ Եվ այստեղ ամենահետաքրքիրը այն է, որ Թևանյանին մեղադրում են իբրև թե լրտեսության մեջ մարդիկ, Ռուսաստանի օգտեն լրտեսության մեջ մարդիկ, որոնք Թուրքիայի լրտեսների այսպես կլիշեն իրենց վրա կախված է, գինն էլ հայտնի է, այս մարդիկ ինչքանով են ծախվել, ոնց են ծախել, ինչ են արել, բայց դա արդեն քննարկել է, սրանց յուրաքանչյուր գործ սարքած է, դա արդեն էլ քննարկելու առաջ մանավանդ ասենք ենթադրենք ասում են 2004 թվականից բարձր, չէ՞։ Փաստեն Թևանյանին սպասել են, որ մտնի ընտրության ու բռնեն այն պահին, երբ որ իր տղայի վերջի զանգն էր։ Այդ օրը իր տղայի վերջի զանգն էր։ Հասկանում եք։
Մի քիչ ժամանակ կներ հարսանիքին էլ կսպասին, որ հենց հարսանիքի օրը սպասի, դա։ հարսանիք սրիկաների բան է։ Եթե քաղաքականության մեջ եք պատրաստ եղեք նախորոք արեք ձեր բոլոր հարսանիքները կնունկները, հետո չմբռնեն։ Բայց այս իմաստով ես իսկապես կոչ եմ անում, եկեք մանդատ վերցնել չվերցնելու փոխարեն, պարզապես ասենք պարոն Ծառուկյան, Մի արա։ չէ, պարոն Ծառուկյան, մենք քո կողքին ենք։ Չէ, միանշանակ մենք աջակցում ենք իրեն, քանի ինքը մերժում է Նիկոլ Փաշինյանի Իհարկե։ առաջարկները տարբեր տեսակի։ Միևնույնն է, Փաշինյանը ինչ ձևով էլ, ինչ պոզայով էլ առաջարկանի վերջում գցելու է։ Ոչ միայն ինքը հայրենիքին է գցել, ինքը անհատապես այդ մարդկանց հետ ում պայմանավորվել է գցելու է միանշանակ։ Դե դա մեզնից լավ գիտի պարոն Ծառուկյան։ Այո, շնորհակալ եմ, Նիվի պատմությունը հիշում եք պարոն Ծառուկյան, չէ, որտեղից սկսեց։ Պայմանավորվել եք, Նիվեն տվել եք, վերջում գցեց այս մարդը, ստիպած եղաք վառել այդ Նիվեն։ Նու ենթադրաբար։ Հա։ Ենթադրաբար, որովհետև մենք Մենք ինչ վստահ չենք, ասում որ ենք, դուք եք, ենթադրաբար։ մենք վստահ չենք, որ դուք եք վառել այդ Նիվան, բայց որ դուք եք նվիրել, բոլորը ասում են դրանից, չէ։ Շնորհակալ եմ։ Մերսի։ Ստեսություն կհանդիպենք։